Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, ռազմավարական պլանն է եթերում, туриզմից ենք խոսում, շարունակում ենք խոսել, այսինքն, եւ առաջին խոսափողի մոտ է տնտեսագետ կառավարման մասնագետ Աննա Մազմանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երկրորդ խոսափողի մոտ է Լիաննա Խաչատրյանը, այսօր խոսելու ենք էկոտուրիզմից։ Իմ սիրած թեմայից։ Ձեր սիրած թեման է, բայց երբ որ դուք ինձ առաջարկեցիք, եկեք խոսենք էկոտուրիզմից, առաջին բանը ինչ ես մտածեցի, որ Հայաստանում էկո բառը ասոցացվում է ինչ-որ վատ բանի հետ։ Եթե մենք խոսում ենք էկո ինչ-որ բանի մասին, նախ եւ առաջ դա ինչ-որ խնդիր է։ Էկո խնդիրներ, էկո ջրեր։ Հա, երևի միայն սնունդն է, որ էկո ձվեր, էկո մեղր, էկո գաթա եւ այլն եւ այլն։ Հայաստանն ու էկոտուրիզմը առհասարակ համատեղելի են, թե չէ, հաշվի առնելով մեր էկո խնդիրների այդ բազմազանությունը։ Սկսենք։ Նախ այդ վերջի բանից սկսենք, հա, հարցից, այո, եւ ոչ միայն համատեղելի են, այ ուղղակի մեր երկիրը ինքը ոնց որ sense հատուկ արած լինի հենց էկո туриզմի համար, թե բնությունը, թե այդ կլիմայական մեծ տարբերությունները, հա, որ դու այս մարզից գնում ես ուրիշ մարզ, ու կարող է հա տեսնել եւ տարբեր բնություն, եղանակ, մեր գյուղերը, հա, որոնք որ շատ գեղեցիկ այդ բնության մեջ ներդաշնակ են, շատ մեծ հնարավորություններ ունի մեր պետությունը հենց էկոտուրիզմի համար։ Իսկ ինչ վերաբերվում է այդ բառին էկո, ապա այո, ցավոք կամ ճիշտ չի օգտագործվում, այսինքն մեզ շատ հաճախ է թվում է, որ եթե օրինակ ինչ որ մի բան աճել է գյուղում կամ դաշտում, ուրեմն արդեն դա էկո է։ Բայց մենք չգիտենք այդ մարդիկ ինչ պարարտանյութեր են օրինակ օգտագործել կամ առաջ այդ հողը հա ինչի համար է եղել։ Տենց ուղակի ընդունված է, որ մենք շատ հաճախ ամենտեղ դնում ենք այդ էկոն, բայց ինձ թվում է, որ մենք էկոն շփոթում ենք տնականի հետ։ Այո, ագրոյի հետ։ Իդեպ ասեմ, որ ագրոտուրիզմը դա մեծ մաս է հենց էկոտուրիզմի ու տենց պետք է լինի, այսինքն այդ ագրոտուրիզմը ինքը պետք է դառնա այդ մեծ գաղափարի մաս։ Որտեղ են այն ուղղությունները, որ Հայաստանը կարող է աշխատացնել, այսինքն որ ուղղությունները կարող է Հայաստանը աշխատացնել էկոտուրիզմը զարգացնելու համար։ Դուք նկատի ունեք այդ արահետները, թե մարզերը, չէ, անտառներ, գյուղեր, չգիտեմ։ Դա էլի ոնց միշտ մենք ասում ենք, հա, դա պետք է լինի կոմպլեքս, այսինքն դու չես կարող ինչ-որ մի արահետ հա վերցնես ասես, այ եկեք հիմա այս արահետով անենք սա էկոլոգիապես մաքուր արահետ է։ Այո, ստեղ շատ հետաքրքիր է, ստեղ կան օրինակ այծեր կամ ծտեր կամ եւ այլն եւ այլն։ Դու պետք է նայես, հա, շատ ավելի լայն եւ նայես թե որտեղ են այդ մարդիկ ապրելու, ինչ են ուտելու, ինչ պատմական տեղեր կան, հա, որ դու կարող ես այդ արահետի վրա, հա, նաև տեսնես։ Հիմա դա անում են շատ պրոֆեսիոնալ, այն կամպանիաները, ովքեր հիմա իրականացնում են այդ արշավները, շատ պրոֆեսիոնալ աշխատում են, շատ բծախնդիր, շատ մեծ եւ հարգանքով եւ սիրով, հա, դեպի բնություն ու դեպի մեր երկիր անում են շատ արդյունավետ։ Ուղղակի իրանց պետք է ասել ինչով կարող ենք ձեզ օգնենք կամ ավելի շուտ ինչով կարող ենք ձեզ չխանգարել։ Հա, օրինակ, բայց նախ իմ կարծիքով որ պետք է մենք շատ ավելի աշխատենք, որ ասենք որ մեր երկիր, այսինքն այդ PR-ի շուրջ, մարքեթինգի շուրջ, որ Հայաստանը դա էկոտուրիզմի համար շատ բարենպաստ տեղ է։ Եկեք վայելեք մեր բնությունը, մեր եղանակները, շատ տարբեր, բայց իհարկե դու պետք է զբաղվես նաև այդ մարզում, այդ գյուղերում ապրող, հա, մարդկանցով, որ օգնես իրանց մի քիչ օգնես, հա, որ իրանք օրինակ, չգիտեմ, հա, բացեն այդ B&B-ները, այդ guest house-ները, որ կարողանան ընդունեն այդ արշավականներին, մի քիչ տենց մինիմալ, հա, իրանք
պատկերացնեն ինչ կարիքներ են ունենալու այդ մարդիկ, ինչ նախապատրաստ են իրենց տանը, կարող ինչ որ բան է պետք եւ վերանորոգել եւ գնել եւ պատրաստ լինել, հա, ինչ որ ասենք օրինակ անգլերենով ինչ որ բան պատասխանել, հա։ Այսինքն այդ առումով իդեպ ասեմ որ էկոտուրիզմի առումով եթե մենք վերցնենք այն մնացած տեսակները ես մի տեսակ ավելի բանը ոտ հանգիստ եմ այդ առումով հա որովհետև էլի ասեմ որ կան այդ ակումբները էկոտուրիզմը իրանից ինչ որ ճոխություն չի պահանջում բայց պահանջում է շատ գրագետ մոտեցում հա որովհետև այդ արահետներն էլ նենց չի որ դու անverջ կարող ես տանես նույն արահետով հա որովհետև ինչ է իրանից հա ներկայացնում էկոտուրիզմը առաջինը որ դու այցելում ես ինչ որ բնության հատուկ պահպանվող տարածքներ այդ տարածքները ունեն գոտավորում այսպես կոչված կան կարմիր գոտիներ կան կանանչ գոտիներ կան արահետներ որոնցով 10 հոգուց ավել միառժամանակ չի կարող անցնել մարդը եւ այլն այսինքն այդ կարգավորումները այդ ուշադրությունը այդ հարգանքը առաջի հերթին որ դու պետք է ունենաս քո բնության հա նկատմամբ դա պարտադիր պայման է որ լինի եւ արդյունավետ եւ կայուն այդ զարգացումը հատուկ տարածքների մասին ես որ սենց առաջին եթե շատ մտածեմ երևի կգտնեմ բայց հիմնական բոլոր այսպես ասենք բնության գրքի հետ կապված իմ բոլոր հիշողությունների մեջ այսպես թե այնպես կա աղբ թափված կա բարձր երաժշտություն խորովածի հոտ այո այդ ամեն ինչը ինքը որքան ես հասկանում ավելի շատ բացասական է ազդում էկոտուրիզմի վրա քան դրական որովհետև Հայաստանում այդ բոլոր այդ գողտրիկ անկյունները որ կան գոնե այնտեղ է որտեղ ես եմ եղել հա այսպես թե այնպես դու պետք է շատ խորանաս որպեսզի առանձնանաս այդ բարձր երաժշտությունից խորովածի հոտից եւ աղբից ես չեմ ասում որ իրավիճակը ահավոր է որովհետև ժամանակի ընթացքում ես հիշում եմ 10 տարի առաջ ինչպես էր ու հիմա միանշանակ տարբերություն կա բայց այդուհանդերձ մենք այդ խնդիրը ունենք ու շատ լուրջ է այդ խնդիրը որ մարդիկ գալիս են անցկացնում են ժամանակ եւ երեխաների հետ հա ընտանիքներով ու թողնում են այդ աղբը գնում են հիմա այդ երեխաներն էլ այդ տեսնում են ու մտածում են որ դա նորմալ է ու տենց ոնց որ պապական գալիս է այդ մոտեցումը որ բնությունը դա այնտեղն է հա որտեղ որ մենք գնում ենք ուտելու եւ ընդհանրապես այդ քաղաքից դուրս գնալը ինքը ուտելը միշտ ուտելու հետ է կապված էլի իհարկե հիմա կա արդեն այն սերունդը որը այլ կերպ է մոտենում ու ես շատ եմ ուրախանում հա որ տեսնում եմ անընդհատ այդ ամեն տարի ավել են այդ արշավները բայց այստեղ կա հա երկու մեթոդ կարճ եւ երկար հա երկարենը որ դու դպրոցում առաջի դասարանից կամ չէ եկեք կմանկապարտեզից սկսենք կմանկապարտեզից այդ կիրթ դասատուն, հա, որ այնտեղ աշխատում է այդ մանկապարտեզում, ինքը ունի մի ծրագիր, հա, որով որ այդ երեխայի մեջ, հա, իդեպ ասեմ, որ ամեն երեխա ի սկզբանե ունի լավ վերաբերմունք դեպի բնություն ու չի պատկերացնում, որ աղբը կարելի է բնետել։ Այդ ես դրանում համոզված եմ, հա, ինքը հետո ուղակի դա տեսնում է ու հասկանում է, որ երևի տենց նորմալ է, բայց ի սկզբանե սերը դեպի բնություն այդ մարդու մեջ դրված է։ Հիմա այդ դասատուն ինքը պետքա հա կարողանա շատ խորը դնել այդ երեխայի մեջ, որ բնությունը մենք չենք հա ուղակի այն մեզ տված չի, որ մենք օգտագործենք, այսպես ասեմ, հա, այսինքն հա ջուրը տված է, որ մենք անընդհատ տենց բաց թողնենք գնանք, հա, օրինակ մեր բուլբուլակները, հա եւ այլն,
բայց դա պետք է լինի լուրջ եւ երկար պետական ծրագիր։ Երեխեքը պետք է գնան արշավներ, շատ գնան արշավներ, որ կարողանան եւ ճանաչեն իրենց պետությունը եւ հասկանան ինչ է նշանակում այդ բնության պահպանությունը եւ կարճը, որ պետք է լինի մեծ տուգանք։ Ու այդ մարդիկ պետք է տուգանվեն, այլ ընտրանք չկա։ Դու չես կարող իրան ասես դե մի գցեկել է ամոթ է, չի աշխատում, միշտ աշխատում է, որ դու տուգանում ես ու տուգանվում ես ու պետք է լինել շատ հետևողական։ Դու չես ընդունում մի օրենք, բում անում, ու հետո մի 3 ամիս հետո արդեն տելա ոչինչ հիմա։ Աղա, տենց դնում ենք սեղանի վրա, կամ ծխելը կներեք։ Նույն բանն էլ հիմա մենք տեսնում ենք այդ ծխելու հետ։ Այսինքն դու ընդունեցիր օրենքը, տար միջև վերջ, գնա այդ օրենքի հետևից, գնա աշխատի մարդկանց հետ, այդ տուգանողները չպետք է ամաչեն, օրինակ, այդ տոպրակը նույնը, իրենք չպետք է ամաչեն, որ ինչ որ մի խանութի տերը իրա օրինակ խավորի տղան է, դե ես իրան ոնց գնամ ասեմ, քեզ կտուգանեմ, եթե տոպրակները չփոխես եւ այլն։ Այսինքն կա օրենք եւ խախտումը դա մեծ տուգանքն է։ Եվ ոչ միայն այն մարդկանց, ովքեր որ օրինակ ասենք աղբ են, նետում, օրինակ այն շին հրապարակները, որոնք այդ օրինակ կփոշի են անverջ արտադրում, քաղաքային խնդիր է։ Այո, դա ամեն տեղ է, որ քար են կտրում, օրինակ բան կասկադում ու այդ փոշին sense մի հատ ամպ արդեն, դարձել եւ այդ մարդն է, որ կտրում է, բան թույնավորում եւ մեզ է, թույնավ։ Այսինքն դու ընդունեցիր օրենք, դու գնա այդ օրենքի հետևից, դու մենակ այդ ընդունելու համար չի։ Կամ որ մենք կքննարկումներ, կազմակերպենք սոցցանցերում այդ օրենքների շուրջ։ Այդ երկու ճանապարհն է, այստեղ պետք է չի գյուտ անել, շատ երկրներ անցել են այդ ճանապարհով, շատ արդյունավետ։ Ուղղակի պետք է վերցնես, նայես ինչ են արել իրանք, ու եթե պետք են ինչ որ լուրջ մասնագետներ այդ փորձով իրանց ասում ես մեզ օգնեք անենք մի քիչ նաև ինֆրաստրուկտուրայի, այսինքն միջավայրի նպաստելն էլ դեր ունի։ Այն ասեցիք այդ դպրոցական արշավների մասին, մտքիս եկավ էքսկուրսիաները։ Երբ մենք ենք փոքր, մենք պարտադիր գնում ենք էքսկուրսիա, չգիտեմ, Մեսրոպ Մաշտոցի գերեզման, ամենաընդունված։ Ու կողքը միտեղ փռում են այդ տոպրակ ցելոֆանները, չէ, մայրիկները, ձուն, բան, հանում, բոլորս ուտում էին բրթուճ, հետո չգիտեմ այդ աղբետ ինչ էին անում։ Բայց հիմա արդեն երբ որ ես եմ ծնող, նկատել եմ, որ շատ դպրոցներում բոլորը չէ, բայց այդուհանդերձ կա այդ, այսինքն գնում են ինչ որ մի տեղ, չգիտեմ, հուշահամալիր երեխաները դիտում են եւ հաջորդիվ գնում են մոտակա ինչ որ չգիտեմ ռեստորան կլինի, սննդի համար նախատեսված վայր, կոնկրետ սեղանաթոռով եւ այլն, այսինքն երեխան արդեն իսկ սովորում է, որ չենք փռում տոպրակը ու նստում, հետո տոպրակը թափում, ուտելու համար կա տեղ, այսինքն այդ ինֆրաստրուկտուրան էլ է նպաստում նրան, որ այո, բայց այդ տեղը դեռ պարտադիր պայման չի, որ իրենք այդտեղ չեն թողնի աղբը, այսինքն էլի կգան այդտեղ կնստեն ու կարող է եւ անեն այդ պիկնիկը, փռեն այդ ցելոֆանը, բայց հետո սա հավաքեն իրենց հետևից։ Այսինքն այդ մշակույթը, որ ասում են, այ չկա աղբամաններ, այ չկան ստեղ աղբամաններ, երկու ձևաչափ կա։ Դու եթե պետք է այդ աղբը նետես, դու մեկը կնետես այդ աղբը։ Այո, լավ է որ լինեն այդ աղբամանները, բայց մարզերում շատ դժվար է, օրինակ, կա այդ տաղավարը օրինակ, ու կա իր կողքը այդ աղբամանը։ Չէ, հետո անտառի մեջ մետր 1 աղբաման չենք դնելու։ Այո, իհարկե, բայց ով ասել որ դու պետք է դա նետես։ Էկոտուրիզմի մասին, անտառում անթաթ աղբամաններ չենք շարելու։ Դու եթե գնացել ես, չգիտեմ, ինչ որ արգելոց է կամ ինչ որ անտառը նստել կերել ես, բարի եղիր քեզ հետ։
Հա, իդեպ արգելոցում բայց չի կարելի տենց բաներ Չէ, դե խոսքի մեջ ասեմ։ Չէ, ասեմ իրականում, որ շատ մարդիկ դա չեն պատկերացնում ու դա եւս այդ գիտելիքի պակասն է, որ իրանք այդ տարբերությունը իրանք չեն հասկանում։ Դե ասոցացվում է արգելոցը մի վայրի հետ, որտեղ չի կարելի որս անել։ Դե այդ չի քննարկվում։ Հա, ուզում ասեմ մարդիկ մտածում են դե հիմա հո չենք որսում, ուղղակի գնում են ուտելու բան կրակ ենք վառում արգելոցներում բան ճյուղեր ենք բան կտրում ու այդ կրակը այդ ճյուղերով ենք վառում այդ շատ ցավալի է ես անընդհատ սոցցանցերում տեսնում եմ բազմաթիվ խախտումներ ու ոչ մեկ չի գրում բայց դա օրինակ ասենք անտառը տարածքա այդտեղ չի կարելի ինչ որ մի բան անել սա օրինակ արգելոցը այդտեղ չի կարելի այլ գործողություն անել այսինքն չգիտեն մարդիկ ես տեսնում որ հա պարզ երևում է որ չկա այդ գիտելիքը մարդիկ նախ չգիտեն երկրորդը եկեք ասում ազնիվ լինենք շատ բաներ հա դե լավ չեն տեսնի կամ փող կտանք այդ անտառապահնա կամ ով է նայողնա իրան կանցնի այսինքն այդ հա դե լավը մեզ մոտ դեր է խաղում ու ինքը բոլոր մակարդակներում է դեր խաղում հա վերադառնանք հենց քաղաք Երևան քաղաք ամենամեծ քաղաքը այս հենց այս պահին մենք ձեզ հետ զրուցում ենք սոցցանցերում ակտիվ զրույցներ են գնում ծառահատումների մասին սա առաջին ալիքը չի այդ զրույցների հետ կապված այսինքն ես այնց չի որ դեմ եմ ծառահատումներին եթե ցուցված է ծառին հատում բայց որքան հասկանում ենք հաճախ ասում են ծառահատումներ կանենք հետո նոր ծառեր կտնկենք ծառահատումներ են անում տնկում են կաֆե տնկում են սրճարան տնկում են ինչ-որ շինություն այսինքն բոլոր մակարդակներում թղթի վրա հա չի կարելի կանաչապատումը լավ է բնությունը լավ է եւ այլն բայց հենց որ գալիս է ինչ-որ առանձին մարդու ցանկությանը բիզնեսին կլինի դա ուտելու ցանկություն կլինի դա սրճարան սարքելու ցանկություն հա դե լավ հիմա էս մի հատներ սարքեք ինչ կլինի մի ծառես կոմ մի ծառեն կոմ մի թուղթ որ գցեմ անտառը չի փչանա եւ այդպես շարունակ ստեղ խնդրեմը երևի 2 կամ 3 մասից է բաղկացած առաջինը որ չկա վստահություն դեպի իշխանություն չկա վստահություն որ այն մարդը դա մեզ մոտ ֆունդամենտալ խնդիր է ով կայացնում է այդ որոշումը այո բայց եթե դու գրագետ մասնագետ ես իրականում գրագետ մասնագետ ես այ ուղակի ուզում ես քոնը առաջ տարած լինես որ ապացուցես դու ճիշտ ես ինչը հիմարության առաջի բաներից է նշաններից այո դու գրագետ ես քո աշխատանքը հա կառուցում մյուս գրագետ քո մասնագետը ճիշտ կազմակերպում է թե ինչ ձևի պետք է այդ ինֆորմացիան հա հանրությանը մատուցվի ում ես դու դիմում հա որպես այլընտրանքային ավելի լայն քանակի հա մասնագետների ում կարծիքն ես դու ասում հա իդեպ ասեմ որ կարծիք հարցնելը դա լավ բան է արեք կարծիք հարցրեք կան շատ լավ մասնագետներ միշտ կարելի է դիմել դուք անպայման չէ որ ամեն ինչ գիտեք ու դա նորմալ է բայց կան մասնագետներ ովքեր գիտեն դու դիմում ես ստանում ես կարծիք ու եթե դու լավ կառավարիչ ես դու կարողանում ես ճիշտ որոշում կայացնես տենց է աշխատում այսինքն չկա այդ վստահությունը հա մարդիկ տեսնում են որ ոչ պրոֆեսիոնալ կարծիքա ոչ պրոֆեսիոնալ այդ մոտեցումը չեն կարողանում ճիշտ աշխատեն այդ հանրության հետ այդ ինֆորմացիան ճիշտ տան ու տեղ արդեն գալիս է մի պրոյեկտ մյուս պրոյեկտ երրորդ պրոյեկտ 10-րդ պրոյեկտ դու տեսնում ես որ չեն կարողանում նույն նիշմագլա կա երկրորդ մասը որ ընդհանուր մեր հանրության մոտ բնության նկատմամբ այդ վերաբերմունքը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա օրինակ ես շատ եմ լսում կենացային էլի հա ես օրինակ շատ եմ լսում ասում են
բայց այդ հին ծառեր նորը լավ չի, ասեմ, բայց նոր ծառը ո՞րն է։ Գնացեք Ամերիկայի օրինակ այդ ազգային պարկերը նայեք, ասենք հազարավոր տարի այդ ծառերը կան, հիմա ինչ հին ծառեր են, չէ։ Եկեք իրանց ասենք, որ իրանք ինչ-որ մի բան ճիշտ չեն անում, մի հատ նոր ծառեր այդ հատեր ինչքան այնտեղ համել բան կլինի, նյութ կլինի, հա, փայտեն թե նոր ծառեր տնկեն ինչ-որ ճիշտ բաներ, հա, չեն անում, ինչ աշխում նոր ծառ, կամ չկա պահանջարկ մեր հանրության մոտ, հա, դեպի կանաչ մեծ տարածքներ, օրինակ լավ նորակառույց շենք հա, ինչ որ մեկը ինձ պատման նենց լավ շենք հա, շատ լավ բնակարան է, սենց տեսարան է եւ այլն, ասեմ, իսկ ունի օրինակ ինչ որ փոքր այգի, չէ, ունի օրինակ կայանատեղ, չէ, իսկ ունի ապաստարան, չէ, դե բայց իր բնակարանը հո լավն է, մեծ լավ բնակարանը, կենտրոնում է, մենք օրինակ մեր Բաքում երկար տանջվելուց հետո պարզապես հարևաններով մանկահրապարակ սարքեցինք, որովհետև տենց, հա, ես ուզում եմ դրան էլ հա անդրադառնայի, որ դու չես կարող ձեռք բերել, ասենք լուրջ վստահություն, հա, եթե դու ընկալում ես քո երկրի մայրաքաղաքը, ինչ որ սենց կետային օրինակ բարեփոխումներով, ինչ որ օրինակ ցուցանակ ես հանում եւ դու ակնկալում ես, որ պետքա լինեն ծափահարություններ, կամ մի հատ անում ես տենց հա տարածք ես դու կահավորում, որ երեխաները այդտեղ ժամանակ անցկացնեն, ու քեզ թվում է, որ դու շատ լավ բան ես արել, կներեք, դուք ամեն օր պետքա բացեք այդ տենց տարածքներ, դուք պետքա բացեք ամեն օր, ու դա նորմալ է։ Մենք հարկ ենք վճարում ու ակնկալում ենք մեծ ու մասշտաբային ծրագրեր։ Մենք 3 տարեկան երեխա չենք, որ ուրախանանք ինչ որ մի ասենք ցուցանակների վրա, էլի։ Մեզ պետք չի տենց թերագնահատել։ Մենք չենք ուրախանալու, մենք գիտենք ինչ է նշանակում մեծ բաներ չկառավարելը ու ոնց կարելի է մեծ բաներով, հա, եւ կառավարել եւ ստանալ արդյունք եւ ձեռք բերել այդ վստահությունը։ Բայց մարդիկ, որ չունեն այդ պահանջարկը, որ ունենան ինչ որ մի կանաչ տարածք, որ լինի այդտեղ մաքուր, որ կես տարի չանեն այդ օրինակ վերանորոգումը, կես տարի կարող է տևի, ինչ որ մի հատ փոքր հա տարածք են իրանք բարեկարգում, կես տարի, ինձ թվում է 8 ամիս տևեց Արաբկիրում իմ բարեկամուհու Բաքում, էլի ինչ որ տենց ինչ որ բան էին, հա, դնում, թե նստարաններ, 8 ամիս, քան դու քարապեր եղած այդ Բակը, 8 ամսվա մեջ նոր քաղաք կարելի է կառուցել, ինչ խաղահրապարակ դառնում ես, դեռ ինչու մշակութային արմատներ կան, որ բողոքում ես, դառնում ես ոնց որ դե բան ես, չուզող ես, նայում ես ուրիշ։ Ես չեմ բողոքում, ես ուղղակի ուզում եմ, որ չդերագնահատեն մեր բան ուղեղի աշխատանքը, թե ոնց ունակությունները, հա, որ չդերագնահատեն մեր ունակությունները։ Մենք տեսել ենք ինչ է նշանակում կահավորված բակ, կանաչ տարածք, այգի, պարկեր եւ այլն, հա, օրինակ կալա շատ երկար քննադատել Մոսկվայի կառավարությունը, սենց հա կոռուպցիա եւ այլն, բայց կներեք մի հատ գնացեք նայեք, թե ինչ պարկեր կան Մոսկվայում։ Թե ես հիշում եմ իմ մանկությունը ու ես հիշում եմ ինչ էր կատարվում այդ պարկերում, ուղղակի քո կյանքի համար մեծ վտանգ էր այդ պարկերը մտնելը։ Էլ խմած, էլ աղբ, էլ ինչ ասես, այդտեղ չէր լինի։ Իսկ հիմա ամբողջ քաղաքում, ինչ ասեմ, երևի մենք միշտ ասում ենք, որ շատ կանանչ է, օրինակ Ավստրիան, հա, Վենան եւ այլն, բայց դուք գնացեք նայեք, թե Մոսկվայում շատ կարճ ժամանակում ոնց իրանք բարեկարգեցին նույնատիպ, շատ արագ
այդ ծառերը չեն հատվում, նոր ծառեր դրանց տեղը չեն տնկվում, իրանք տնկվում են այլ տարածքներում, էլի տնկեք այդ նոր ծառը, որ ծառը։ անգամ եթե չորացած ծառ պետք է հատես, եթե այդ ծառը քաղաքապետարանում ուչոդի տակ է, Այո։ պետքա թույլտվություն վերցնես, գան տեսնեն, այո, չորացած է, նոր թույլ տան, որ հատես։ Մեր ամառանոցում, մեր տարածքում, իմ բակում, իմ ամառանոցի բակում մենք ունեինք ծառ, հա, որից որ ես ունեի շատ ուժեղ ալերգիա։ Ու մենք հասկացանք, որ չեմ կարող ես ուղղակի այլևս այնտեղ գնամ, հա, որովհետև հենց ծաղկում է ու շատ երկար մնում է։ Դու գիտեք ինչ բարդություններով անցանք մենք, որ մենք այդ ծառը մեր տարածքում, հա, գտնվող ծառը հատենք։ Այսինքն դա է նորմալ։ Եվ նորմալ չի, երբ որ դու մի անգամից հատում ես հարյուրավոր ծառեր, թե ինչա պետքա նոր ծառ տնկես։ Դե տեսեք, դա այդ եմ ասում, ծրագրի շրջանակներում հենց այդ է ծիծաղալուն, ես գիտեմ, որ Երևանում էլ է այդպես։ Այսինքն դու կարող ես Զեյթունում ինչ որ տանը դիմաց 100 տարվա ինչ որ չորացած ծառ հատես, չգիտեմ, եւ հետո թաղապետարանից գան, ասեն դուք իրավունք չունեիք այս ծառը հատեիք, հեսա ձեզ կտուգանենք եւ այլն։ Բայց զուգահեռաբար կենտրոնում ես ինչ հիշում եմ, մենք ծառեր ենք հատում։ Այսինքն նայած թե ով է հատողը։ Ով է հատողը եւ կա դա էլ է չէ գիտություն, այսինքն այդ մարդիկ հոնոր չեն հորինել։ Դու նույնիսկ հա անտառում դու եթե ունես ինչ որ մի չորացած ծառ, պետքա տեղը, հա, դնես, դու հատում ես մի գծով դու չես կարող հատես, դու պետք է հատես նենց, որ հետո միմյանց իրանք օգնեն ու եւ արևից պաշտպանեն եւ անձրևներից կամ եւ այլն, որ ինքը կարողանա ձևավորի այդ, հա, այսպես ասած կրոնա, որ աճի այդ փոքր ծառը։ Հիմա եթե դու քարա ամենտեղ քո մոտ, իսկ ամռանը դու ունենում ես շատ բարձր ջերմաստիճան եւ չես ունենում, հա, անձրևներ եւ չես ջրում քո փողոցները, չես լվանում քո փողոցները, ավելի դու չես ունենալու։ Մի գծով ինչի ես հատում։ Ինչի ես հատում։ Մի քիչ, չգիտեմ, էլի ինչ որ նյուանսներ կա, էլի։ Այդ ասենց մեկ բան մտածում եմ, ասեմ երևի դա տենց ինչ որ բան մտածված է, էլի, որ ասենց մենք մեր ամբողջ ուշադրությունը հա դարձնենք նրա վրա, որ այդ ծառերն են հատվում, որտեվ միտումնավոր չի կարող պատահ էլի, որ մարդը ասի, հա, դրեք ու հատեք։ Ես տենց բան կյանքում չեն 1000 հոգու ես բան կասեմ, մի հատ գրեք ձեր կարծիքը։ Ես չունեմ մասնագետ, անընդհատ այդ կասկածանքը, որ ես կարող ինչ-որ մի բան ճիշտ չեմ անում։ Հարց տուր այդ մասնագետներին, հետո որ ասեն ինչի ես անում, պակասես այս մասնագետներն են ասել։ Ես հո մասնագետ չեմ, ես կառավարիչ եմ։ Բայց իհարկե մեր հանրությունը ինքը պետք է հասկանա, որ այս քաղաքում արդեն կրիտիկական է վիճակը, թե օդի, թե չորության, այդ փոշին, ես շատ երեխաների համար տարածքի բացակայությունը ընդհանրապես։ Իհարկե։ Ես դες ավելին ասեմ, ես մոտ ինչ-որ մշակութային խորը հարցեր էլ կան։ Ես սա էլ ասեմ, ասենց ոնց որ կամաց եզրափակենք, ես հիշում եմ, որ երեխաները խաղում էին բակում, ինչ որ փոքրիկ խոտածածկ տարածքներ կային, օազիսներ։ Եվ տարիքով մեծ մի պապիկ նկատողություն արեց, ասեց խոտերի վրա մի թռ վրա։ Հա։ Ես նայեցի ասում, իսկ ասֆալտի վրա թռ վրա։ Հա, ասում է, բայց խոտը նրա համար որ ձեր չտաս։ Չէ՞ բնության ինչ որ դեկորատիվ վերաբերմունք կա, էլ ինքը տենց սիրունության համար է, ոչ թե շնչելու։ Հա, ես էլ եմ այդ հիշում, որ իմ մեջ էլ էր այդ մտած, տենց մանկուց, որտեղ խոտերով մի մանարի։ Այդ խոտը տենց նրա համար է, որ սիրուն է լինի։ Սենց աճի։ Սերվանդին։ Հա, ոչինչ, ահա։ Արեք այդ խոտերը,
Մենք ման չենք կա ոչինչ, բայց արեք այդ խոտային տարածքները, մենք դրան էլ ենք համաձայն։ Հա, սկզբի համար։ Մի երկու բան էլ ասեմ էկոտուրիզմով, ինքը մեծ այդ գաղափարը էկոտուրիզմի ինքը կարող է շատ ուժեղ մեզ օգնի, որ մենք զարգացնենք եւ ագրոտուրիզմը։ Շատ ուժեղ կարող է լինի այդ լոկոմոտիվը, որը որ կօգնի մեր գյուղացիներին մնալ իրանց տանը եւ ինչ որ գումար աշխատել։ Դրա համար միշտ երբ որ եթե անում են ինչ որ պրոյեկտներ էկոտուրիզմով, արշավներ եւ այլն, շատ կան հիմա այդ ծրագրերը եւ գրանտային եւ հա ինչքան ես տեսնում եմ եւ կառավարության կողմից միշտ մտածեք անել կլաստեր, այսինքն մենակ արահետով չի, այդ կողքի գյուղերով է, այնտեղ իրանց ինչ որ մի հմտություններ տալով է, իրանց օգնել այդ միկրո բիզնես բացել, հա, եւ կառավարել այդ բիզնեսը, այդ շատ կարեւոր մաս է կազմում էկոտուրիզմի։ Իսկ թվում է էկոտուրիզմը, քանի որ լայն թեմա է, մենք կվերադառնանք այս թեմային, նաև գաստրոտուրիզմին առանձին կվերադառնանք, ես դեռ հա։ Բայց այսօր ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ ավարտին, եզրափակենք, ես մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ ռազմավարական պլան տուրիզմներ եթերում առաջին խոսափողի մոտ էր տեսագետ կառավարման փորձագետ Աննա Մազմանյանը, երկրորդ խոսափողի մոտ աշխատեց Լիաննա Խաչատրյանը, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Շատ շնորհակալություն։